Պայմանագրի բովանդակություն ասում եք, մարդիկ չգիտեն, չկա տենց կետ, որի մասին մարդիկ չգիտեն։ Այդ ես լսեցի։ Դու գիտեք ինչ կետեր են ներառում այդ համաձայնագրը։ Չէ, ընկերուհի ջան, չգիտեն։ Չէ, ոչ մի բան չգիտեմ, ցավտանը։ Ով ասել որ նույնիսկ որ ասեն հերոսատեսությամբ, ես էլի չեմ հավատում, միջև թուղթը ձեռքս չլի։ Դեպուտատները չգիտեն, այսօր էդ են իմ բանանում։ Ես իրանք չգիտեն իր մեջի ընդդիմությունը, մենք որտուց իմանանք։ Ազատության հետ զրույցներում քաղաքացիներից ոչ ոք չկարողացավ պատասխանել, ինչ նկատի ուներ Նիկոլ Փաշինյանը, երբ երեք ազգային ժողովում հայտարարեց, թե ժողովուրդը կետ առ կետ գիտի, ինչի մասին է հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը, որի տեքստը կողմերը համաձայնեցրին մոտ 2 շաբաթ առաջ։ Հարցը խորհրդարանում ընդդիմադիր Հայաստան խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն էր բարձրացրել։ Որ երկրում իրական իշխանությունը ժողովուրդն է, դուք ընդհանրապես տեղապահն եք։ Եվ որպես տեղապահ չեք կարող ստորագրել մի պայմանագիր, որի մասին իրական իշխանությունը, այսինքն ժողովուրդը տեղյակ չէ։ Այսինքն դուք որպես ով եք պատրաստվում ստորագրել այդ փաստաթուղթը։ Բոլոր կետերի մասին մարդիկ, բավար չգիտեք կետերի մասին, ինչ գիտեք, որ բան ենք դա հայցեր ենք հետ վերցնելու։ Ինչ գիտեք։ Բա ինչ եմ հայտարարել։ Բա ինչ եմ հայտարարել այդ դեպքում։ Հայտարարել եմ, որ ոչ մեկ հանկարծ դրա մասին չիմանա։ Բա որտեղից գիտեք, երրորդ կողմերի ուժեր կանգնելու են, թե չեն, որտեղից եք իմացել։ Անցորդներից ոմանք լսել էին վարչապետի հայտարարած այս երկու կետերի մասին, սակայն շարունակում էին պնդել, որ համաձայնագրի ստորագրումից առաջ այն պետք է ամբողջությամբ ներկայացվի հանրությանը։ Հակառակ դեպքում կարող է տարընթերցումների պատճառ դառնալ։ Տեղյակ եք այդ փաստաթուղթը ինչի մասին է։ Հա, Սյունիքի մարզով Ադրբեջանի տարածտալու վերաբերյալ է։ Իրեմ համաձայնագրի ներսում ինչ է, որ հավատամ խաղաղություն կլինի թե չէ, բայց հավատում եմ, որ պետք է ուղղակի ուժեղանալ, հզորանալ, միակ ելքը դա է։ Ես արդեն պատկերացնում եմ ինչ փաստաթուղթ պիտի ստորագրի ու ամեն դեպքում լավ բանի չեմ սպասում։ Բայց բովանդակությանը ծանոթ եք։ Չէ, արդեն չեմ հետևում։ Շատ հիասթափված եմ Հայաստանի արտաքին քաղաքականությունից ու չեմ հետևում։ Եմ հավատում։ Գիտեք, բայց ինչի մասին է դա։ Գիտեմ ինչի մասին, բայց չեմ հավատում։ Թղթի վրա գրվելու է ինչ-որ մի բան, միակողմանի խաղաղություն իրանց է պետք հիմա, չգիտեմ ինչի, մնացածը թե ինչեր գզիչեն, դա արդեն պետք է սպասենք։ Ես գիտեմ, որ ադրբեջանցիները միշտ իրանց օգտին են անում, ինչ անում են իրանց օգտին են անում։ Այսքան ժամանակ մեր օգտին ինչ-որ մի բան եղել, հա, մի բան կարաք ցույց տաք։ Նախապայմաններով աշխատում են, սահմանադրություն փոխեն, էս անեն, այն անեն, այդպես ո՞նց կլինի։ Նիկոլ Փաշինյանը երեկ էր խորհրդարանում պնդում էր, որ խաղաղության համաձայնագրի նախագծով Հայաստանը որևէ բան չի զիջում։ Իսկ կբերի արդյոք սպասված փաստաթուղթը այդ սպասված խաղաղությունը։ Մեզ հետ զրուցած քաղաքացիները իշխանության լավատեսությունը չէին կիսում։ Եթե 2 մետրանոց ոսկե տառերով Ադրբեջանը ասի այո, համաձայն եմ, էլի չպետք է հավատալ։ 2 մետրանոց տառերով կամ 3, ասես մեզ գրի։ Ես Հայաստանի այդ խաղաղություն չպետք է հավատամ, չավտանը։ Հասկանու՞մ։ Վախը չի նշանակում հավատալ։ Դուք կարծում եք, որ սա իրոք խաղաղության տանող ճանապարհ է։ Այս իր ասածները երբ է ճիշտ եղել, որ հիմա հավատանք։ Այսինքն մենք հավատալու բան չունենք։ Չեմ հավատում, որ Հայաստանի անվտանգությունը տենց կապահովի։ Չեմ հավատում։ Կանես 7 տարի ենք իշխանության գլուխ է անցել, միշտ վտանգ չի պարունակում, բայց արդյոք այդպես է եղել, այդպես դրա համար չեմ հավատում։ Եթե ադրբեջանցին ասում է, որ սա էլ ուժի տեսակետից մենք ուժեղ ենք, այսպես պետք է լինի։ Ինչ խաղաղության մասին է խոսքը։ Կամ շարունակում ենք Ղարաբաղյան շարժումը, կամ գնում իրական Հայաստանի գաղափարախոսությամբ։ Հերթական հայտարարությունը, որ Փաշինյանը երեկ արեց խորհրդարանում, փաստացի ջրբաժան դնելով իշխանության եւ ընդդիմության միջև։ Մենք շարունակում ենք Ղարաբաղյան շարժումը, տարբերակավ, եւ գնում է մեր ժողովուրդը մեր հարգելի ընդդիմադիրների հետևից, կամ ընդդիմադիրների առաջնորդությամբ, կամ մենք գնում ենք իրական Հայաստանի գաղափարախոսությամբ, խաղաղության պայմանագիր ենք ստեղծում, կենտրոնանում ենք մեր երազանքների պետությունը, մեր երազանքների պետություն դարձնելու բանի վրա,
Գործի վրա։ Լսեցի։ Դե ամեն ինչ տարավ դրան էլի։ Ոնց կարելի է հրաժարվել Ղարաբաղից։ Ոնց կարելի է հրաժարվել։ Վաղնել Գորիսից կհրաժարվի, Սիսյանից կհրաժարվի ու վերջապես մեր երկիրը պետք է երկիր մնա, թե չէ։ Խաչ են քաշում զինանշանի վրա, հողերի վրա, Արարատ լեռան վրա են խաչ քաշում, վերջում էլ խաչ են քաշել հենց խաչի վրա։